Տարածքն իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչեւ հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեցին, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դեր հայր։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախմբից։ Ով պիտի ձեր հարցը քնի, իսկ կա հայ առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում եւ բոլորն էլ լավ հասկանում եք ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Եվ սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ Դուք համարում եք սա հետապնդում ձեր նկատմամբ, քանի որ մասնակցում եք հովանավանքում։ մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Դեր տանում, մինչև վերջ կպատմեք ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա մյուս քահանաների նման Տեր Արամի, ովքեր ունեն այդ պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դուք չեք Դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել, ես ով եմ որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Դուք հրավիրել եք լրագրողների եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ Սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ կիմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես Ես սիրելիներ, չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ պիտի գնամ, լրագրողներին, եթե չեք պատասխանում հարցերին։ որպեսզի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված լինի։ Ինչպես հուսաբանում եք ձեր մասնակցության հետ հովանավանքի պատարագին այս հրավերը, կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում նաև ներկայ եք։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի, ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա ներքին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք ձեր եւ եկեղեցու հարաբերությունները։ Չէի ասի, ինչ վերաբերում է հովանավանքի պատարագներին իմ մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ։ Միշտ, երբ որ ինձ լրագրողներ մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Նույն հարցերը Ինչ վերաբերում է ես Թալինին կմասնակցեմ, թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշեմ։ Հանձնախմբի հետ կապված, որ ասում եք այս կազմը, այս նույն կազմն է ձեզ օծել որպես քահանա, դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի
մեջ։ Մտավախություն ունեք, որ դες կարգալույց կանեն ձեր Իսկ ձեզ հայացքների որևէ համար։ բան խոստացել են Օրհնած մայրաթորին նորոնով։ դեմ դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրհնած մյուրոնով։ Ձեզ Ամենայն որևէ բան հայոց կաթողիկոսի խոստացել ձեռքով է են կատարվել այդ եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել են։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ես չեմ կարծում։ Ռուսաստան Դուք եթե կարծում եք մնացածը թողում եմ ձեր իշխանության հրանգով, սիրելիներ։ տաքսի վարել եք Ուրեմն տեսեք, Այդ թեմում չէին Ռուսաստանում եք եւ եկաք Սիրելիներ, միայն պատարագին մասնակցել սիրելիներ, հասկացանք։ տեսեք։ Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞ Տեր հայր։ Սիրելիներ, տեսեք։ Իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, այո, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ վերցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրանք եւ ըմբռնում է։ Ինչպես է իշխանության հետ հանգուցալուծումը տեսնում։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով եւ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան կասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե մի սխալ բան գործեմ, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու իմ ժողովրդից բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ։ Ինչպես եք դուք տեսնում իրավիճակի թողնել այնտեղ, հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը խնդրում եմ հերթով տալ տարբեր հարցեր եք տվել։ Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը հիմա թողնել։ վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը պիտի թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է, բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մի մակարդակի վրա լինեք դեր այդ։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր հետ գողանանք մի մակարդակի, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Դուք կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնել հեռախոսը, իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ, ավելի հավանական է դեսպանատներ։ Ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա մանր հարցեր է։ Ասացիք ինչպես եք տեսնում հանգուցալուծումը իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հերակաբան ավեճին, վարչապետը օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում եք այս մոտեցումը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։ Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական ընթացքում։ Ինչպես։ Մենք Հովհաննավանքում պատարագին մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը ինձ հրավիրել Հովհաննավանքում պատարագի մասնակցելու։ Ինքնաբուխ եք։ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակ, մենք միասին մի քանի տարիներ ճեմարանում սենյակակից ենք եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին
մոտ գալու, նրանից նրա խնդիրը լսելու, չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որովհետեւ իմ ընկերոջ հետ ինչ որ բան խոսեմ կամ որևէ տեղ, որևէ արտակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ժողովրդին։ Սրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը Կարգապահականը երբ հրավիրի ձեզ էլի չեք գալու, ճիշտ հասկացանք ձեզ։ Ներեցեք, կարելի է հարցը ճշտեմ։ Այլևս չեք գալու ձեր հարցով քննարկմանը, որտեվ կազմում եք ֆիքսված։ Քանի հստակ ասեմ ձեր հարցին, հստակ պատասխանեմ։ Քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Իսկ եթե իհարկե որոշողը Աստված է, բայց ես այդ կարծիքը ունեմ։ Առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասատրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույծ արել, դատել են, ես դա անվավեր եմ համարում։ Ստեփան Ասատրյանում նկատում եք։ Դուք լավ գիտեք ում նկատում եք։ Կարգալույծ եղած Կարգալույծ նախին քահանա։ Եվ Դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույծ անեն եւ ես դա անվավեր եմ համարում, դուք եք ասել, եթե ցուցալուն վերջին կիրառ։ հաստատում եմ հիմա։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի խորհուրդը, ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ ենթադրենք կարգալույծ անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասատրյանն անում։ Սիրելիներ, երբ որ դա ինչ որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձագանք եմ։ Դուք տեսնում եք, Ինչ վերաբերում է կարգալույծ կանանց չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույծ անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին Հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այլ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասատրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացրել այդ որոշումը իրեն կարգալույծ անելու։ Դրա համար դա անվավեր է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է լավ նախընտրելի կազմն եք, ով քննի ձեր հարցը։ Իսկ ձեր կարծիքով խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նրան հրավիրել է։ Նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք։ Թողեք պատասխանեմ սիրելիս։ Նա ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիակի օրը պիտի նրան կարգալույծ անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր չկան, ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում, ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին եմ խոսնալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակում կարող աններ տալ։ Ես չեմ կարող անում, չեմ ուզում աններ տալ, սիրելին։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Դե համացանցում օրը միլիոն հրապարակում ահա։ Սիրելիներ, մնացած մեկնաբանություններ թողնեն ձեզ եւ իմ հայ ժողովուրդը։ Բայց դուք վստահ եք այդ ինֆորմացիան։ Հոգևոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգևոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Նկատի ունեմ արտակոչից վերադարձել եք արդեն։ Որևէ պաշտոնական արձակուրդից վերադառնալու այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես Աստծուն արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիներում պատարակների մասնակցել եմ, խոսել եմ, հոգևոր գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել։ Ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց։ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանին հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել եւ լքել եմ ինձ արարության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում իմ հոգեվոր եղբայրին եւ ես կաղոթեմ իր հոգեփրկության համար եւ ես չեմ չարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ Տավուշի թեմում, եղել եմ Հաղորդիվ հանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդից ստացել եմ 2000
1 տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ես ներողություն եմ խնդրում։ Իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի։ Ներողություն, դուք ասում եք ազատությունը այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա սուտ է, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կասկածում։ Սիրելիներ, ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ կմվեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես իմ արձագանքը կանեմ եւ իմ պատասխանը կտամ։ Ինչպես կարձագանքիք, եթե կարգալույց անեն հաջորդ նամակով ու տեղեկացմամբ։ Դա է լավ հարց է, ես դրա մասին եմ կուզեի, որ հանրությունը իմանա։ Երբ որ մի մարդ իր երիտասարդ տարիներից սկսում է եկեղեցում ծառայել, օրինակ ես եկեղեցի եմ մտել 2004 թվականին, որ 15 տարեկան դեռ պատանի էի, ծառայել եմ եկեղեցում, հետո ճեմարան եմ եկել եւ բոլոր նման մարդիկ։ Եկ գալիս են ճեմարան, այդքան տարիներ դժվարին ուսման process անցնում, այնուհետև ծառայում եկեղեցուն, այս ամենը հեշտ չէ, այնուհետև ինչ որ եկեղեցում, ինչ որ համայնքում գնում են, սոված օրեր են ունենում, անկուն գիշերներ են ունենում։ Այս ամեն ընթացքից հետո, երբ որ մարդը իր կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, եւ Աստված էլ նրան օծում եւ շնորհ է տալիս, եւ մարդիկ էլ ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, եւ մի օր միտեղ մի գրասենյակում ինչ որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի եւ այն էլ ինչ որ փակ պայմաններում, ինչ որ քմահաճույքների արդյունք, սա աբսուրդ է կլինի։ Ոնց կարելի է մարդու կյանքը խորտակել, եթե անձնական, եթե մարդը մեծ վարչապետական շեղում չունի, եթե մարդը մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ որ նման մեծ հարցեր չկա մարդու կյանքում, ինչպես կարելի է վերցնել մի հոգևորականի եւ ասել ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք, որ դու գնաս եւ գործես եւ մարդկանց քրիստոնեություն խոսես։ Սիրելիներ, այդպես չի եղել։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալուց արվել։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալուծությունը անվավեր է եւ այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն, ասեն։ Առանց այն էլ ամեն մի 1000 մարդու մի հոգևորական պիտի սպասավորի։ Հայաստանում ապրում են 3000 մարդիկ, 3 միլիոն մարդիկ, եթե մոտավոր թվերով խոսենք, եւ 3000 հոգևորականի կարիք կա, բայց այսօր հայ եկեղեցին Հայաստանում ծառայող երևակայի 300 հոգևորական չունի։ Ոնց կարելի է վերջին մի քանի տարիներին, 1-2 տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալուծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել։ Սա աբսուրդ է, սիրելիներ։ Սա է եկեղեցու քանդելը։ Սա է եկեղեցու կործանումը, գիտեք, ես սրա մեջ եմ տեսնում։ Որ օգտագործում են մայրաթորին, գալիս են անվճար ուսում են ստանում, գնում են արտերկրում, անվճար սովորում են եւ դավաճանում են մայրաթորը։ Իսկ սա ինչպես եք որակում։ Շատ վատ։ Ես չեմ բացառում նման դեպքեր եւս, բայց ես կարծում եմ, որ նման դեպքերը շատ փոքր մաս են կազմում։ Ես ես եկեղեցու մեջ եմ, սիրելիներ։ Ես արդեն 20 տարի ես եկեղեցու մեջ եմ։ Եվ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես ներսից գիտեմ ինչ է կատարվում։ Ես որ այսօր խոսում եմ, ես սկսել եմ շատ անհանգստանալ դեռևս 2 տարի առաջվանից։ Եվ ես սպասում եմ, որ ես մի օր պիտի խոսեմ, եւ եկավ ժամանակը, երբ խոսում։ Այսինքն ունեցել եք տեղեկություններ, որ օրինակ կաթողիկոսը ուխտ է խախտել Տեր Արամներ այդ մասին բարձրաձայնում։ Սիրելիներ, Կամ այլ ես շատ հոգևորականներ։ ինֆորմացիաներ երբեմն ունեցել եմ, երբեմն դրանք կասկածի բաժնում են եղել, կասկածի հողի վրա են եղել, երբեմն ինչ որ չափով են մոտեցել իրականությանը։ Ես այս պահին էլ դեռ շատ հարցեր կան, որ ինձ համար հարց են մնում։ Տեր հայր, ինչու հիմա տարիներ, ավելի քան 1 տարի անց որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Ես մի բան էլ ձեզ ասեմ, ձեր հարցին պատասխանեմ ինչու հիմա սկսեցի խոսել։ Ես հիշում եմ որոշ ժամանակներ առաջ ես տեսա հարձակում իմ շատ սիրելի Հայր Միքայելի վրա, Տաթևի վանքի, եւ դա ինձ համար պատճառ եղավ, որպեսզի ես հասկանամ, որ մոտենում է խոսելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցին մաքրելու ժամանակը, մոտենում է մեր եկեղեցում արդեն այս մասին խոսելու ժամանակը, եւ ես սպասում եի այն օրվան, երբ որ պիտի զգամ այդ խոսելու ժամանակը, եւ ես այդ ժամանակը զգացի,
Ես սկսեցի խոսել։ Տարբեր ձևերով թվարկում եք դեպքեր հարցնամ թույլ կտամ, հա, Տեր հայր, թվարկում եք դիպվածներ, որոնք ձեզ վնասում են հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները վնասում են հայ առաքելական եկեղեցու միջազգային հեղինակությանը։ Ձեզ ծանոթացել եք այդ հայտարարություններին։ Որ ճիշտն ասեմ, ընդհանրապես չեմ իմանում, չեմ ճանաչում, միայն վերջերս անընդհատ այդ անունը լսելով զարմանում եմ ով է այդ մարդը եւ վերջերս իմացա թե ով է ձեր նշած մարդը, միայն անունը գիտեմ, որևէ նրա հայտարարության ծանոթ չեմ եւ սիրելիներ, ես կարծում եմ, որ մենք պետք է Աստծո հայտարարությունները լսենք նախ եւ առաջ, թե մեզ Քրիստոս ինչ է ասում։ Ես դա եմ փորձում լսել, ես փորձում եմ միշտ կարդալ Աստվածաշունչը ամեն անգամ նորովի այն ընկալելով, հասկանալով եւ ամեն պահի նոր բան ինձ համար բացահայտելով։ Հավատացեք, Աստված խոսում է մեզ հետ եւ մենք բոլորին լսելուց առաջ նախ պետք է Աստծուն լսենք։ Մի ճշտում անենք, էլի խնդրում եմ, ուզում եմ հասկանալ ձեր հարցը հիմա քննարկվում է հովանավանքում պատարագին մասնակցելու համար, թե նախորդ 1.5-2 տարվա ընթացքում հաղորդինում չլինելու։ Դուք կապում եք Իմ հրապարակված նամակի մեջ նշված են այդ հարցերը, ձեր հարցի պատասխանը կա, 3 այնտեղ հարցեր են բարձրացված եւ բոլորը կարծեմ կարդացել են կամ ովքեր որ չեն կարդացել կարող են կարդալ։ Բայց դուք կապում եք իրար հետ, որովհետեւ հետ է կապված, բայց իրար հետ կապում եք իրար։ Գիտեք ինչ, եթե ինձ հիշում են Հովանավանքի դեպքերից հետո, դա արդեն լավ չի։ Այսինքն ինչու մինչև այսօր ես չեմ կանչվել, հենց Հովանավանքի դեպքեր եղան կամ երբ իմ հրապարակումը եղավ համացանցով, երբ որ ես սկսեցի խոսել, մարդիկ սկսեցին ինձ փնտրել։ Այսինքն հետապնդում է ձեր հանդեպ, այդպես եք որակում։ Հետապնդման հարց չկա։ Ինձ հետապնդում են դևերն ու սատանաները, ամեն մի քրիստոնյայի եւ հատկապես ամեն մի քահանայի։ Ինձ էլ պաշտպանում են ոչ իմ, չգիտեմ, թիկնապահները, ինչպես որակում են ոմանք, այսօր եղբորս հետ եմ եկել իմիջիալոց, որակում Ստեփան է, այլ ինձ պաշտպանում է մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ Աստծուց օրենքներից ավել պաշտպաններ չկան։ Խնդրեմ գույք պատասխանել։ Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, որ կգա ժամանակը եւ կորոշեմ։ Դեռ չեմ որոշել, անկեղծ ասեմ։ Ուշարցրում Դուք չասացիք Սամվելը կար քննարկմանը։ Խնդրում եմ այդ հարցերը ճշտել կարգապահական հանձնաժողով։ Այդ հարցերը ճշտել տեղեկատվական հանձնաժողով, ստեղ անցագրայինից եք հետ եկել։ Տեսեք, սիրելիներ, հասել եմ։ Ես ինչ որ ասել եմ, իմ պատմածի մեջ չկար, որ իմ պատմածի մեջ չկար, որ ես հասա այնտեղ, տեսա բոլորին, մտա ներս, ինչ եղավ։ Ամեն կարգը ես պատմեցի ձեզ, ոչ, այդ ամենը եղել է արդեն նստած։ Սիրելիներ, եկեք ես նման հարցերի չպատասխանեմ։ Լավ, դուք այդ հարցերը կարող եք տեղեկատվական համակարգից շեշտել։ Հիմա իրենք էլ դուրս կգան, իրենց էլ մոտեցեք այդ հարցերը։ Իսկ Ռուսաստանում տաքսի վարել եք, թե ոչ։ Խնդրում եմ, ազնական հարցերի չանդրադառնանք։ Ես շատ բան կարող եմ անել։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Շատ եմ խնդրում։ Անձնական հարցերի ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ։ Մարդու անձնական տարածքն են լուսանկարում հրապարակում, դա ինչ է ոչ եք որևէ ձևակերպում ունի, փաստաթղթավորված է, թե բանավոր ուղղակի։ Բանավոր եւ Սրբազանի Իրանքը, որ ավելի ուշ այդ մասին գրել, ես գրել եմ եւ ներկայացրել եմ Տավուշի թեմի առաջնորդարան։ Տեր Արամը ասում էր, որ ավելի ուշ, այսինքն երբ։ Ինչեւ արձակուրդ գնալ։ Թույլ տվեք ես իմ հարցը ձևակերպեմ, ինչպես ցանկանում եմ։ Դուք իմ սխալների ուղում մի արեք։ Տեր Արամը նշում էր, որ կաթողիկոսը ինքը կարգալույծ եղած է։ Դուք այդ մոտեցումը կիսում եք, թե ոչ, եւ կարգալույծ եղած մարդը իրեն չի կարող կարգալույծ անել։ Ես չեմ ուզում առայժմ այդ մասին խոսել։ Խուսափում եք բոլոր հարցերից գրեթե։ Որակեք ինչպես կուզեք։ Որակում տեսնում ենք։ Ամեն դեպքում փաստաթղթով կա, որ մի խնդրանք էլ ձեզ սիրելիներ ճշմարտության եւ ճշմարտության բացահայտման համար պայքարեք եւ աշխատեք։ Աստված օրհնի ձեզ։ Դրա համար եք եկել Հայաստան պայքարելու։ Արեշտության համար։ Կարելի է այդպես ասել։ Ոչ միայն, բայց կարելի է այդպես ասել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։